UNICEF-ը և հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Կարծում եմ, որ երեխային մանկապարտեզ ստանելը եթե ոչ պարտադիր, ապա շատ կարևոր է, քանի որ նա կազմում է սոցիումի մաս և ապահովում է նրա շփումը այլ երեխաների հետ։ Հաճախ եմ լսում այն միտքը, որ ծնողները հրաժարվում են երեխաներին մանկապարտեզ տանել, ելնելով այն վախից, որ երեխան անուշադրության կմատնվի, բավարար կերպով չի սնուցվի, չի քնի եւ այլն։ Տղաս բավական ժամանակ հաճախում էր մասնավոր մանկապարտեզ եւ որոշ ժամանակ անց այն ամենայնիվ մենք ընտրությունը կայացրեցինք փոխելու մանկապարտեզը ի օգուտ պետական մանկապարտեզի։ Ես որպես մանկապարտեզի տնօրեն հաճախ եմ լսում ծնողներից այն միտքը, որ իրենց երեխաներին չեն ցանկանում նախադպրոցական կրթության հաստատություն տանելու, զուտ հիվանդանալու պատճառով։ Նրանք միշտ մեկնաբանում են, որ երեխաները հաճախ են հիվանդանում։ Որ երեխան ձեռք բերի հասակակիցների հետ շփման հմտություններ, որ պատրաստվի դպրոցական կրթությանը, որ բազմակողմանի զարգանա եւ կարողանա օգտագործել իր ամբողջ ներուժը։ Նախադպրոցական կրթության մասին զրույցները հաճախ մտնում են փակուղի, երբ ծնողը հայտարարում է, որ իր երեխան կամ երեխաները ապրում են մեծ ընտանիքում, ունեն քույր ու եղբայր, կան նրանց խնամքով զբաղվող շատ ձեռքեր եւ ուրեմն ինչու գնալ մանկապարտեզ։ Զրույցն այլ երանգ է ստանում, երբ ծնողն ասում է, որ իրենց համայնքում մանկապարտեզ չկա, իսկ ամեն օր հարևան գյուղ հասնելը իրատեսական չէ, կամ հերթագրել ենք, բայց այս տարի չենք գնա, քանի որ տեղ չկա։ Այսօրվա ծնողական ժողովը նախադպրոցական կրթության կարևորության եւ դրան խոչընդոտող հանգամանքների մասին է։ Միացեք մեր քննարկմանը։ Բարև ձեզ հարգելի ծնողներ, շնորհակալություն, որ ձեր բազմազբաղ առօրյայում ժամանակ եք գտել ու միացել եք ծնողական ժողովին։ Հիմա ուզում եմ իմանալ դուք ինքներդ որպես ծնող ինչ սպասելիքներ ունեիք մանկապարտեզից, գուցե նախքան հաճախելը կամ սկզբնական փուլում եւ ինչպիսին էր իրականությունը, ինչ բացահայտեցիք, խնդրեմ։ Շատ ակնկալում ենք եւ օգնեց մանկապարտեզը մեզ այդ հարցում, հատկապես սնվելու հարցում, որը որ հստակ ժամանակով է պարտեզում իրականացում, այսինքն չկար այդ երբ սոված եմ կամ երբ ուզում եմ։ Տարբերակը, ինչպես նաև քանի որ մեր երեխաներն էլ են շատ փոքրուց գնացել մանկապարտեզ, հատկապես այդ տագդիրներից օրինակ հրաժարվելու process-ը տեղի ունեցել մանկապարտեզում, որը որ էլի բավականին կարծում եմ մեծ օգնություն է ծնողներին, որ մանկապարտեզում օգնում են այդ առումով։ Շատ ծնողներ կան, որ երեխաներին տանում են պետական մանկապարտեզ կամ թեկուզ դպրոց եւ ակնկալում են, որ այնտեղ պետք է անեն շատ ավելի, չծանոթանալով ծրագրին, ուսուցման ընթացքին։ Եվ հետո դժգոհում են, որ տեսեք, այս չի արվում, ինչի արվում, ուսուցչից են դժգոհում, դաստիարակից են դժգոհում, բայց եթե դու ծանոթանում ես, թե ինչ պետք է արվի, մասնավոր, այո, եւ սպասելիքները արդարանում են, այսինքն դու նախապես իմանում ես, ինչ պետք է այնտեղ տան քո երեխային, եւ չես էլ թերագնահատում, նաեւ գիտես քո դերը ինչ պետք է լինի, այսինքն միայն չես թողնում այդ ամենը մանկապարտեզի վրա։ Համամիտ եմ ձեր կարծիքի հետ, իրականում այո, ծնողներ կան, որ ոչ բոլորին է հետաքրքրում մանկապարտեզում երեխան ինչ է սովորելու, ինչ է անելու, ինչով են զբաղվելու, ինչով են զբաղացնելու իր երեխային։ Բայց սննդակարգը բոլորին հետաքրքրում է։ Սննդակարգը հետաքրքրում է, այո։ Այստեղ շատ կուզեմ, որ կանգ առնենք մանկապարտեզի այդ կրթական բաղադրիչի վրա, փորձենք հասկանալ ինչ է տալիս մանկապարտեզը որպես կրթական համակարգի սկզբնական օղակ եւ նաեւ երեխայի հոգեսոցիալական զարգացման տեսակետից նայենք, չէ՞ որ այստեղ երեխան սովորում է շփվել տարբեր մարդկանց հետ, մեծահասակների, երեխաների, զարգանում է նրա խոսքը, փորձենք այս երկու կարևոր կետերին անդրադառնալ։ Կրթական ծրագրերի հետ կապված բավականին փոփոխություններ տեղի ունեցավ, բայց միևնույն է, ես կարծում եմ, որ մանկապարտեզում առաջնային գործունեություն պետք է լինի խաղը։ Կրթություն իրենք դպրոցում էլ են շարունակաբար ստանալու։ Ես չեմ ասում, թող մանկապարտեզում չսովորեցնեն, ոչ, իհարկե պետք է սովորել, որ դպրոցում ավելի հեշտ լինի, բայց այդ ամեն ինչը անել խաղի միջոցով։ Հետաքրքիր է իմանալ ծնողների կարծիքը այն մասին, արդյոք մենք ակնկալում ենք, որ նախակրթարանը երեխային պետք է տառաճանաչ ուղարկի դպրոց, որ երեխան պետք է դպրոցին պատրաստ լինի, թե մեզ համար ավելի կարևոր է խաղը, ժամանցը, սպորտը, բացօթյա խաղերն ու զբոսանքները, խնդրեմ։
Ես ընտրել եմ այն ուղին, որ իմ երեխան չպետք է սովորի տառերը, այսինքն մենք զարգացրել ենք իրեն տարբեր կերպ, ուղղակի ծանոթացնելով, շրջապատին, բնությանը, խաղերին, քանի որ ցանկացել ենք, որ գոնե առաջի 4 տարին երեխան ուղղակի խաղա եւ վայելի, ոչ թե ատի սովորելը։ Եվ դրա համար, երբ որ դու տանում ես երեխային եւ փորձում ես իրեն ամեն ինչ սովորեցնել, հետո ուղարկում ես պետական դպրոց, որտեղ առաջին դասարանում միայն տառեր են սովորում խաղի միջոցով, այդ դեպքում այդ երեխային ձանձրալի է լինում այդ process-ը, այդ ուսուցումը։ Դրա համար մենք պետք է հասկանանք մենք ինչ ենք նախ ուզում, հետո նոր առաջնորդվենք դրանով, Ես մի քիչ հակադարձեմ Սյուզին։ Հիմա իմ տղան ավագ խմբում է եւ իրենք սկսել են ծանոթանալ այբենարանին։ Ես կարծում եմ այնուամենայնիվ ճիշտ է, որովհետեւ երեխան ուղղակի ծանոթանում է թե այն ինչը իրեն սպասելու է, ենթադրենք մի քանի ամսից։ Իհարկե դա նույն դասաժամը չի ինչպես որ դպրոցում բնականաբար, բայց այնուամենայնիվ ծանոթանալ այդ նոր երևույթներին, որ կամ իրենց մոտ այդ գաղափարը ծնվի կամ ցանկությունը հասկանալու կամ իմանալու որոշակի նոր բաներ, կարծում եմ որ ճիշտ է որ պարտեզում սկսում են դրանից։ Իմ սեփական օրինակով ասեմ, երբ արդեն ընտանիքով տեղափոխվեցինք մշտական բնակության Հայաստան, ես 6 տարեկան էի մոտավորապես եւ հայերեն չգիտեի։ Ծնողներս որոշեցին, որ պիտի հայերեն պարապեմ, որպեսզի դպրոցում շատ բարդ չլինի։ Եվ 1 տարի պարապելուց հետո շատ լավ արդեն գիտեի գրել, կարդալ եւ առաջին դասարանում ինձ ավելին քան ձանձրալի էր, ինչպես նշեցիք, ես չգիտեի ուղղակի ինչով զբաղվել, որովհետև այդ ամենը ինձ արդեն ծանոթ էր։ Այնպես որ ես ինքս էլ առաջնահերթությունը ձեր նշածով կդնեմ ֆիզիկական ակտիվության վրա։ Հավելեմ որպես մանկաբույժ, որ տարբեր հետազոտություններ փաստում են, որ ֆիզիկական ակտիվությունը որքան շատ է լինում երեխայի մոտ, այնքան դա օգնում է կենտրոնացմանը եւ նույնիսկ նման երեխաները հետագայում ավելի բարձր ակադեմիական առաջադիմություն են ունենում ի տարբերություն պակաս ֆիզիկական ակտիվությամբ զբաղվողների, իսկ այսօր ֆիզիկական ակտիվությունը նվազած է բավականին շնորհիվ էկրանների։ Այո։ Ընդունելությունը մանկապարտեզ կարող է վերածվել իսկական մարտահրավերի։ Իդեպ այս հարցի համատեքստում երբեմն այնքան էլ էական չէ, ապրում ես մայրաքաղաքում, թե որևէ այլ մեծ կամ փոքր համայնքում։ Խնդիրները տարբեր են, բայց առկա են։ Հաջորդիվ նախ կլսենք Երևանաբնակ մի խումբ ծնողների, պարզելու թե ինչպիսի դժվարությունների են հանդիպել կամ հանդիպում երեխային մանկապարտեզ ընդունելիս։ Ապա կլսենք փորձագետին, որը կբացատրի խնդրի լուծման եղանակները։ Հետո կլինենք մեր երկրի տարբեր անկյուններում, հասկանալու մանկապարտեզների հետ կապված տեղաբնակների խնդիրները։ Փորձագետը նրանց հուզող առանցքային հարցերին պատասխաններ կտա։ Երթագրվել ենք մի 5 ամիս արդեն։ Վերջ չկա։ Այսինքն երթագրվել ենք երթ այնքան շատ է, որ մեր հերթը այս տարի սեպտեմբերին անոր։ Մենք անցած տարի ենք երթագրվել։ Խնդիրն ա եղել, որ մոտավորապես 2 տարի սպասել եմ, որ երեխան մանկապարտեզ հաճախի։ Այսինքն 2 տարեկանից հերթագրել են, 4 տարեկան մանկապարտեզ ենք հաճախել։ Հիմնականում հերթերը պայմանավորված են նրանով, որ այս պահին 10 մանկապարտեզում հիմնանորոգման վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում, 4-ը վթարության պատճառով ուղղակի գործունեությունը դադարեցված է, բնականաբար առաջիկայում եւս ծրագիր մտնելու պլաններ կան, եւս 4 մանկապարտեզի նոր մանկապարտեզի կառուցման աշխատանքներ են պլանավորվում, իմ տեղեկություններով նախագծային փուլում է, նախագծերի կազմման փուլում են եւ եւս 32-ը Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցաբար երկրորդ ծրագրով արդեն եւս 32-ը պիտի հիմնանորոգվեն։ Ավելին ասեմ, առաջիկայում մենք այս դժվարությունը շարունակելու ենք ունենալ։ Չիվա բնակավայրում չկա մանկապարտեզ, մեր փոքրիկները ստիպված գյուղից գյուղ են տեղափոխվում մանկապարտեզ գնալու համար։ Առհասարակ չկա շենք, չկա պարտեզ, երեխաները հաճախում են հարևան գյուղ։ Մեծ համայնք է, մեծ քաղաք է, մանկապարտեզ չունենք։ 20-25 հոգի անոց տեղ է մանկապարտեզը։ Այս պահին շուրջ 200 ուսումնական նախադպրոցական հաստատություններ, մոդուլային մանկապարտեզներ, նախակրթարաններ, այս ամեն ինչը համադրված շուրջ 200 ուսումնական հաստատության շինարարությունը արդեն ավարտված ավարտական փուլերում է։ Դրան զուգահեռ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ
գույքագրել ենք այն բոլոր բնակավայրերը, որտեղ նախադպրոցական ծառայություններ հասանելի չեն այս պահին։ Շուրջ 200 այդպիսի բնակավայր կա, մի փոքր ավել, եւ մեր պլաններով մինչև 2026 թվականի ավարտը մենք մեծ մասը պետք է ծածկենք եւ այսպես շարունակական աշխատանք ապահովելու միջոցով մինչև 2030 թվականը մեզ մոտ պետք է լիարժեք հասանելիություն լինի նախադպրոցական կրթության։ Հիմիկվա աշխատավարձի համեմատ վարձավճարը թանկ է։ Վարձավճարի չափը կախված է համայնքի ֆինանսական հնարավորություններից եւ նրանից, թե համայնքը որքան ներդրում է ունենում, մանկապարտեզների որքան հնարավորություն ունի ներդրում ունենալ, այսինքն այս շրջանակներում է կարգավորվում դա, համայնքը ֆինանսավորում է մանկապարտեզը եւ կախված անհրաժեշտությունից որոշակի այսպես ծնողական համավճարներ են սահմանվում։ Նախադպրոցական կրթությունը մեր երկրում պարտադիր չէ, բայց դրա ջատագովները պնդում են, որ զարգացման, սոցիալականացման եւ անգամ իմունիտետի ձևավորման վրա էական ազդեցություն ունեցող այդ օղակը բաց թողնել չի կարելի։ Հասկանալու համար, թե ինչու է այդքան կարևոր նախադպրոցական կրթությունը, պետք է իմանալ, թե ինչից են զրկվում երեխան եւ ընտանիքը, երբ երեխան չի հաճախում մանկապարտեզ։ Կօգնի հասկանալ Քայլ առ քայլ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մարինե Մկրտչյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Օգնեք մեզ հասկանալ, թե ինչից ենք զրկում մեր երեխային, երբ ինչ-ինչ պատճառներով բաց ենք թողնում նախադպրոցական կրթության փուլը։ Թվարկեմ մի քանիսը դրանցից, օրինակ մասնակցություն եւ հետեւողականություն։ Այսինքն, երբ որ երեխան հաճախում է նախադպրոցական հաստատություն, ինքը կարողանում է մասնակցել խմբային աշխատանքներին, սովորում է լինել մեծ համայնքի անդամ, գտնել իր տեղը համայնքում։ Երևի նկատած կլինեք, որ այդպիսի միտում էլ կա, հաճախ փորձում են երեխաներին շատ ավելի բան սովորեցնել, քան իրենց տարիքին, ասենք, բնորոշ է, եւ եթե երեխան կարողանում է դա հաղթահարել, ծնողը հաճախ կարծում է, որ շատ մեծ նվաճումներ է ունենում, բայց դրա կողքին կան այնպիսի հմտություններ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել։ Ինչպիսիք են, ասենք, ինքնասպասարկումը, հա? Ավելի կարևոր է, որ կոշիկների քուղերը կապել իմանա, քան օրինակ օտար լեզվով կարողանա հաղորդակցվել։ Ինչ որ տարիքում։ Ես չէի ասի ավելի, բայց շատ կարևոր է, որ երեխան իմանա կոշիկների քուղեր կապելը։ Շատ կարևոր է երեխան իմանա ինչպես պետք է լվանա ձեռքերը եւ ինչպես պետք է օգտվի սրբիչից։ Կարևոր է որ երեխան իմանա եթե կա մի մեքենա խաղալիք, հա, եւ ինչպես կարողանալ բանակցել ընկերոջ հետ, որպեսզի միասին կարողանան խաղալ։ Սպասելու կարողությունը, զիջելու կարողությունը, կարողանալ իրար հետ խաղ պլանավորել, խաղը հասցնել մինչև վերջ։ Նման հմտությունները երեխան ձեռք է բերում նախադպրոցական հաստատությունում։ Տիկին Մկրտչյան, հիմա պետք է խոսենք ծնող, երեխա նախադպրոցական հաստատություն հարաբերությունների եւս մեկ կարևոր բաղադրիչի մասին։ Շատ կարևոր։ Ինչպես գիտենք, շատ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով երբեմն երեխաները չեն այցելում մանկապարտեզ։ Ես փոխանցում եմ ձեզ ծրարներ, որտեղ պնդումներ են, այսինքն ծնողների դիրքորոշումները առայն, թե ինչու երեխան չի գնում մանկապարտեզ։ Խնդրում եմ ընթերցեք, տվեք ձեր մեկնաբանությունը եւ կխնդրենք Տիկին Մկրտչյանին նույնպես անդրադառնալ։ Ես առաջինը կսկսեմ, ինձ էլ է մի ծրար բաժին հասել եւ այսպես շատ տարածված մի իրավիճակ։ Մինչև մանկապարտեզ գնալն առաջնեկս շատ հազվադեպ էր հիվանդանում։ Երբ սկսեց հաճախել մանկապարտեզ, կարծես ուրիշ մարդ դարձավ, ամիս չկար, որ չհիվանդանար։ Մարդիկ իմանալով, որ իրենց երեխաները վատառողջ են, միևնույն է բերում էին մանկապարտեզ ու տարածում վարակը։ Դրա համար էլ որոշեցի երկրորդ երեխայից չտանել մանկապարտեզ, արդյունքն ակնհայտ է, փոքրս ավելի հազվադեպ է հիվանդանում։ Ես ասեմ, որ ինձ հենց այս պատճառով մանկապարտեզից հանել են հաճախակի հիվանդանալու պատճառով, բայց ես ինքս կարծում եմ, որ երեխան պետք է գտնվի այդ միջավայրում, որպեսզի ստանա համապատասխան հակամարմիններ տարբեր վարակների դեմ։ Այստեղ ես կարծում եմ, որ անելիք ունի եւ մանկապարտեզի աշխատակազմը եւ ծնողական համայնքը։ Դուք այդպես էլ սկսեցիք, որ խոսելու ենք ծնող, մանկապարտեզ, երեխա համագործակցության մասին։ Եթե խնդիրը առկա է մանկապարտեզում, ուրեմն անհրաժեշտ է կազմակերպել ծնողական հանդիպում, որտեղ ներկա կլինեն ծնողները եւ մանկապարտեզի աշխատակազմը եւ միասին պետք է որոշում կայացնեն, որին պետք է հետևեն եւ մանկապարտեզի աշխատակազմը եւ ծնողները։ Եթե ծնողը գիտի, որ երեխան հիվանդ է, ուրեմն պետք է համաձայնեն միասին, որ չպիտի բերի երեխային մանկապարտեզ։
Այլ խնդիր է, որ դրան պետք է հետևողականորեն հետևի մանկապարտեզի աշխատակազմը։ Այսինքն նույնիսկ եթե երեխային կիսահիվանդ բերել են, իրենք պետք է ասեն, գիտեք, մեր որոշման այսինչ երրորդ կետով մենք որոշեցինք, հիշում եք ծնողական հանդիպման ժամանակ, որ երեխային հիվանդ չի պիտի բերեք։ Զերծ կմնամ բժշկական նկատառումներից, որովհետև դա իմ ոլորտը չի։ Մենք մանկաբույժ մայրիկ ունենք։ Ես երևի կխնդրեմ դուք դա մեկնաբանեք։ Ծնողին պետք է բացատրել, որ երեխան գտնվում է այն տարիքում, այս նախադպրոցական տարիքում, որ հաճախակի հիվանդացություններ լինելու են։ Ես ինքս միշտ ծնողներին որպես մանկաբույժ ասում եմ, որքան եք դեռ տանը այդպես ստերիլ պահելու։ Միևնույն է դպրոց են գնալու, դպրոցում են վարակվելու։ Այո, իսկ որքան շուտ երեխան շփվի այդ մանրէների տեսակների հետ, այնքան շուտ իմուն համակարգը կխթանվի, կձևավորվի իմունիտետ մինչև 6-7 տարեկան հասակ եւ դա նույնիսկ կնպաստի եւ կօգնի երեխային ավելի առողջ օրգանիզմ ունենալ։ Քանի որ անդրադարձանք ձեր մեկնաբանությանը, խնդրեմ, ինչպիսին էր ձեր ծրարի պարունակությունը։ Երեխաս հաշմանդամություն ունի, մեր տանը համեմատաբար մոտ գտնվող պարտեզները հարմարեցված չեն սայլակ օգտագործող երեխաների համար։ Հաշվի առնելով այս ամենը, մենք երևի չենք գնա մանկապարտեզ։ Բավականին մեծ հարց է, ցավոտ խնդիր է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև ադապտացված չեն այնքան էլ սոցիումին, որովհետև չունեն այդ ադապտացվելու միջոցները։ Կամ օրինակ մյուս երեխաները եւ ծնողները նորմալ կվերաբերվեն տվյալ երեխաներին, այս մասով շատ լուրջ աշխատանք ունենք տանելու։ Ես ուզում եմ փաստել, որ Հայաստանի Հանրապետությունում ընդունված է համընդհանուր ներառման օրենքը եւ դա բոլորը պիտի տեղյակ լինեն դրա մասին եւ ծնողները եւ մանկավարժները։ Եվ եթե որևէ հարմարեցման պակաս կա, անպայման պետք է դիմել համապատասխան մարմիններին եւ այդ հարմարեցումները հիմարվում են բավական լայն մասշտաբով։ Կարծում եմ ճիշտ առիթն է նշելու, թե որոնք են այդ մարմինները։ Ծնողները կարող են պարզապես չիմանալ, թե ում դուռը թակել այս հարցով։ Ունենք հանրապետական մանկավարժական կենտրոն, բայց երևի ավելի ստույգ կիմանան տվյալ կառույցների տնօրենները, հա, մանկապարտեզների ու դպրոցների տնօրենները ավելի լավ տեղեկացված կլինեն։ Ճիշտ չի ծնողի այդ որոշումը, որ երեխան չհաճախի մանկապարտեզ, որովհետև մանկապարտեզում կատարվում է երեխայի դիտարկում, գնահատում եւ դրա հիման վրա կազմվում է երեխայի անհատական ուսուցման պլան։ Եթե խոսքը տվյալ դեպքում ֆիզիկական հաշմանդամության մասին է, նայած թե որ դեպքն է, հա, կարող է արդեն ընդհանուր երեխաների հետ սովորել, բայց մենք ունենք բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են նման երեխաները ադապտացվում մանկապարտեզում, ինչքան մեծ թռիչք է ապրում իրենց այդ զարգացումը, երբ որ իրենք գտնվում են երեխաների միջավայրում։ Ձեր անհանգստությունն էլ կիսում են որոշ չափով, որ հասարակությունը երբեմն adekvat չի ընդունում, բայց կարծում եմ, որ շատ-շատ փոխվել է իրավիճակը եւ ուզում եմ փաստել, որ երեխաների մոտ այդ ընկալումը շատ ավելի բնական եւ հեշտ է ստացվում։ Հաճախ ծնողներն են խոչընդոտում կամ ինչ որ նախապաշարումներ ունեն, բայց երեխաների մոտ դա ավելի հարթ է ընթանում եւ կարեւոր է, որ դաստիարակն էլ ինքը ունենա աջակցություն։ Սովորաբար մանկապարտեզներ ունենում են հոգեբաններ եւ նաեւ աջակցում են իրենց բազմամասնագիտական խմբերը։ Սյուզան, եւս մեկ իրավիճակ ձեր ծրարում է, խնդրում եմ ընթերցեք։ Ես չեմ աշխատում, կենցաղային գործերն ինձ ու սկեսուրիս համար մեծ դժվարություն չեն։ Ամուսնուս քույրն էլ ուսանողուհի է, շատ է սիրում երեխայիս, հաճույքով զբաղվում է նրա հետ։ Երեխայի խնամքը եւ հաճելի է եւ լցնում է մեր օրը։ Նրան էլ մեզ հետ է հաճելի ու հետաքրքիր։ Իմ երեխան ոչինչ չի կորցնում մանկապարտեզ չգնալով։ Ես պարզապես կասեմ, որ շատ եսասիրական մոտեցում է, այսինքն իրենք մտածում են իրենց ինչ է հաճելի եւ ինչ են իրենք ուզում, իրենց օրը լցնել եւ երեխայի հետ զբաղվել, բայց ինչ է անհրաժեշտ երեխային, ոչինչ չի նշվում։ Չէ՞ որ ինքը հիմնականում մեծերի հետ է լինում տանը եւ նրան ուղակի անհրաժեշտ է բավարարվի իր խաղալու, շփվելու, սովորելու կարիքները։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ սա շատ սխալ մոտեցում է ծնողի կողմից։ Ուզում եմ անդրադառնալ չափորոշիչներին, որ նախադպրոցական մանկավարժները տեղյակ են զարգացման չափորոշիչներից եւ իրենք կազմակերպում են աշխատանքներ, որովհետեւ որոշակի ոլորտներում երեխան ձեռք բերի տարբեր հմտություններ։ Ասենք թեկուզ զբոսանքների հարցը եթե վերցնենք, մանկապարտեզում կա որոշակի կառուցված կա զբոսանքներ, իրենք դիտարկում են միջավայրը, նկատում են փոփոխությունները, արձանագրում են, քննարկում են դրանք, այսինքն սրանք աշխատանքներ են, որը տանում է երեխայի համընդհանուր զարգացմանը եւ ոչ թե ուղակի ապահով լինի, կուշտ լինի եւ ասենք լինի շրջապատված միայն այն մարդկանցով, ովքեր որ երեխայի բոլոր ցանկությունները կատարում են։ Այդ առումով իհարկե բոլորովին ճիշտ չի ծնողների դիրքորոշումը տվյալ դեպքում, որովհետեւ երեխայի լավագույն շահից չի բխում դա։
Խնդրեմ։ Մենք ապրում ենք մեծ ընտանիքում, ունենք բակ, որտեղ լավ եղանակին շատ երեխաներ են խաղում, չեմ հասկանում ինչու երեխային կտրել իր համար սիրելի միջավայրից եւ առավոտից մինչեւ ժամը 4-ը 5-ը փակել մանկապարտեզում, կարծում նախորդ դեպքի հետ համընկնում է, մոտավորապես նույն մոտեցումն է։ Այստեղ նաև ժամանակի շեշտադրում կա, կարծես թե ծնողը մտավախություն ունի, որ երկար ժամանակ է երեխան տանից դուրս լինում, սա խնդիր կարող ենք համարել, թե ոչ։ Նախ առաջինը մանկապարտեզում շատ կարևոր է, որ երեխան ունի հստակ սահմանված եւ ակնկալվող օրվա ռեժիմ։ Դա շատ օգնում է երեխաներին մտնել կարգ ու կանոնի մեջ։ Բաներ կան, որ արդեն կրկնեցինք, ոնց որ չեմ ուզում նորից դրանց անդրադառնալ, բայց օրինակ խաղի մեջ կարևոր է, որ երեխան սկսած աշխատանքը հասցնի մինչև վերջ։ Հստակ բաներ կան, թե որ տարիքում երեխան պետք է կարողանա 3 քայլից բաղկացած հրահանգ կատարի, հա, օրինակ դուռը բաց արա, վերարկուն կախի եւ չգիտեմ, այս մի բաժակ ջուր բեր։ Այսինքն բաներ կա, որ պետք է հստակ աշխատել, որովհետեւ դրանք հետո լավ սովորելու հիմքերն են։ Գրելու մասին շատ խոսեցիք, շատ կարևոր է, որ երեխան ճանաչի տառը որպես այդպեսին, որովհետև այսպես թե այնպես նա տեսնում է։ 2 տարեկանն էլ ասում, հələ կարդամ այստեղ ինչ է գրած, ինքը արդեն հասկանում է որն է նկարը, որն է տառը, բայց որ երեխային նստեցնեն գրելու, դա սխալ է։ Չի կարելի նախադպրոցական տարիքում երեխային գրուսուցում անել։ Եթե երեխան ինքը իրեն գրում է, թող գրի, պետք չի արգելել։ Հնարավոր ունի մեծ եղբայր կամ քույր եւ ինքը նմանակում է կամ հետը նստում է, այդ դեպքում ոնց որ պետք չի արգելել, որ չէ մի գրի, որ դպրոցում գրես, բայց արհեստական երեխային սովորեցնել այդ տարիքում գրել պետք չի։ Ինչպես որ փաստարկները վերեցիք, ես համամիտ եմ ձեր հետ, որ ինքը դպրոցում արդեն կարծես կձանձրանա, անելիք չունենա։ Եվս մեկ իրավիճակ ունենք, խնդրում եմ։ Ես շատ էի ուզում, որ երեխա ստանա նախադպրոցական կրթություն ու հիմա ստիպված դա ապահովում եմ տնային պայմաններում, քանի որ երեխայիս համար մանկապարտեզ գնանն այդպես էլ չդարձավ սովորական մի բան։ Ամեն օր լացում էր, խնդրում էր իրեն չթողնել մանկապարտեզում։ Փորձել ենք հնարավոր բոլոր մեթոդները, բայց ապարդյուն։ Որոշեցինք, որ երեխան էլ չի գնա մանկապարտեզ, քանի որ ակնհայտ էր, որ տանջում ենք նրան։ Այստեղ մի քանի կարևոր մանրամասներ են պետք, թե քանի տարեկան է եղել երեխան, եւ իրենք ասում են բոլոր մեթոդները փորձել ենք, պիտի հասկանալ բոլորի մեջ ինչն է մտնում եւ ինչպես են փորձել։ Բնականաբար նախադպրոցական մանկավարժները ունեն այդ ադապտացիոն շրջանի իրենց մոտեցումները, մեթոդները։ Այդտեղ կարևոր է ծնողի եւ մանկապարտեզի համագործակցությունը, որովհետեւ եթե համագործակցությունը կայացավ, երեխան շահում է։ Պիտի դիտարկել երեխային տարբեր միջավայրերում եւ հասկանալ դրա պատճառը։ Այսինքն կոնկրետ իրավիճակում վերլուծություն է։ Կարող ենք ասել, որ այս դեպքում ծնողին մի ասելիք ունենք չհանձնվել։ Պետք է փորձել եւ գտնել ճիշտ մեթոդներ։ Տիկին Մկրտչյան, շատ շնորհակալ եմ ձեր արժեքավոր մեկնաբանությունների համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ հրավերի համար եւ այս քննարկման համար։ Շնորհակալություն բոլորիդ։ Լավ մանկապարտեզ ու լավ մանկավարժ։ Թվում է, թե շատ բարձ հասկացություններ են։ Բայց եթե ամեն մեկս փորձի կազմցանք լավ բառի տակ դրված իմաստներով, հաստատ կնկատենք, որ այդ ցանկերում կլինեն նաև իրար հակասող կամ գոնե շատ տարբերվող հասկացություններ։ Թերևս ամենապարզ օրինակը լավն է այն մանկապարտեզը, որի բոլոր սենյակներում կան տեսախցիկներ։ Լավն է այն մանկապարտեզը, ուր երեխայի ազատությունը չեն սահմանափակում։ Տեսեք, երկու լավ, երկուսն էլ տարբեր մոլորակներից։ Եվ այնուամենայնիվ, ինչ ասել է լավ մանկապարտեզ, ովքեր են լավ մանկավարժները։ Օրինակելի մոդելի որոնումների արդյունքը մեր հաջորդ տեսանյութում է։ Շատ աղմիկ, շատ գեղեցիկ եք նկարում, ապրեք դուք։ Ասիա Դովլեթյանը երկար տարիներ է աշխատում է Եղեգնաձորի թիվ 5 մանկապարտեզում, սկզբում որպես դաստիարակ, այնուհետև մեթոդիստ։ Մինչ դաստիարակ աշխատելը 1 տարի որպես կամավոր նկարչություն է սովորեցրել մանկապարտեզի երեխաներին, իսկ հիմա մեթոդներ է մշակում նրանց առօրյան հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու համար։ Երեխաների հետ սիրում եմ հեքիաթներ ընթերցել, սիրում եմ իրենց հետ գրքեր պատրաստել, որոնք դուք կարող եք տեսնել, սիրում եմ նրանց հետ կառուցումներ անել, միշտ ասում եմ, թե եկեք տեսնենք, էլ ինչպես կարող ենք բարելավել այս աշխատանքը, էլ ինչ կարող ենք ներգրավել այս կառույցի մեջ, շատ ժամանակ սուտ ասելուկներ եմ ասում, որ տեսնեմ արդյոք երեխաները ճիշտ են կողմնորոշվում, թե ոչ։ Տիկին Ասիան շատ է կարևորում խաղերի վրա հիմնված ուսուցումը։ Հիմա երեխաները որոշում են, թե ինչ խաղ են խաղալու։ Երեխաները հերթով մոտենում են վահանակին եւ ընտրում խաղը։ Այսպես ձևավորում են խմբեր։
որոնցում սովորում են աշխատել համատեղ, իսկ վերջում իրենց աշխատանքի արդյունքները ներկայացնում են մյուս խմբերին։ Այս վարժությունները պլանավորվում են, որպեսզի զարգանա երեխաների երևակայությունը, խոսքը, շրջապատի հետ ծանոթացումը։ 3 տարիների արդյունքում արդեն երեխաները կարողանում են հասկանալ ինչպես իրար հետ խոսեն, խորհրդակցեն եւ ընդհանուր հայտարարի կան, որ կարողանան մեկ գործ ավարտին հասցնել։ Տիկին Ասյան պնդում է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երեխաների զարգացնող միջավայրին։ Մանկապարտեզում սաները պետք է ուսումնասիրեն բնագիտություն, մաթեմատիկա, կառուցողական եւ այլ առարկաներ, որոնք հեշտությամբ կարելի է բաժանել առանձին թեմաների։ Թեմաները տրված են պետական ծրագրով եւ նաեւ երեխաների կարիքներից ելնելով ուսումնասիրում ենք տարբեր թեմաներ։ Այս տարի ուսումնասիրել ենք առողջ ապրելակերպ թեման ավագ խմբում մեծ թեմաներից, մնացած թեմաները ըստ հերթագայման ուսումնասիրում ենք ըստ ծրագրի։ Այս թեմաներն ուսումնասիրելիս մեթոդիստն ու մանկավարժները երեխաներին տալիս են բաց հարցեր, որպեսզի զարգանա նրանց խոսքը, լինի կիրթ եւ գրագետ։ Օրինակ, քո ինչին է պետք, որ իմանաս շատ բան միջատների մասին։ Դու սովորեցնելու ես երեխաներին։ Այո, պես դու կարող ես։ Տիկին Ասիայի համոզմամբ դաստիարակը պետք է երեխաների հետ հավասար մասնակցի մարզումներին։ Ֆիզիկական ակտիվությունը համարում է անհրաժեշտություն։ Երեխաների ֆիզիկական ակտիվությունը ապահովելու համար անցկացնում ենք առավոտյան մարմնամարզություն, ցերեկային քնից հետո մարմնամարզություն, անցկացնում ենք ֆիզկուլտուրայի պարապմունքներ շաբաթը 2 անգամ, ֆիզդադարներ, մակարոնով ճաշ, ապուր, ոսպով ճաշ, փլավ։ Զարգացնող միջավայր, ուսուցանող խաղեր, ֆիզիկական ակտիվություն, կարևոր է ամեն ինչ, բայց նախ եւ առաջ պետք է ուշադրություն դարձնել երեխայի մանկապարտեզի կյանքին ու ռեժիմին հարմարվելու գործընթացի վրա։ Երեխաներ կան, որ ուշ են ադապտացվում, երեխաներ կան, որ ավելի շուտ, այն ծնողները, ովքեր որ համարում են, որ իրենց երեխան դժվար կարող է հարմարվել, իրենք գալիս են, նստում են, խաղում են, դաստիարակի հետ ծանոթանում են, դաստիարակի օգնականն է մոտենում եւ կարծում եմ ավելի հեշտ է լինում նրանց ադապտացիան։ Երբ երեխաներն ընդունվում են մանկապարտեզ, Տիկին Ասյան դիտարկում է նրանց։ Յուրաքանչյուր երեխայի մասին գիտի հնարավոր ամեն ինչ։ Համարում է, որ այդ մարտավարությունն օգնում է ամուր կապ ստեղծել երեխաների հետ։ Ծնողների հետ կապը պահում եմ եւ ծնողներից շատ ինֆորմացիա եմ քաղում երեխաների մասին ու երբ որ ասում եմ, չէ՞ որ մայրիկը քեզ ասել էր այսինչ բանի մասին, իրենք են շփոթում, որ այդքան տեղյակ եմ իրենց մասին։ Նախակրթարաններում երեխաների իրավունքների ոտնահարման ամենատարածված ձևերի եւ դրանց ճիշտ արձագանքելու եղանակների մասին կզրուցենք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Րոպեներ առաջ մեր տաղավարում նկարագրեցինք մի իրավիճակ, երբ երեխան ունի հաշմանդամություն եւ այդ պատճառով ծնողը հրաժարվում է երեխային ուղարկել նախադպրոցական կրթական հաստատություն։ Պատճառաբանությունները շատ են, նախ տվյալ հաստատության միջավայրի անհամապատասխանություն երեխայի կարիքներին, անձնակազմի, մանկավարժական թիմի, մասնագիտական որակների հանդեպ որոշակի կասկածներ, մտավախություններ, երբեմն նաև ծնողական համայնքի նախապաշարումներ։ Ինչ պետք է իմանա ծնողը երեխայի իրավունքների մասին նման իրավիճակում։ Մարդու իրավունքների պաշտպանի մասնադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ այս ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ։ Եթե անդրադառնանք մարզերում, ապա կան բնակավայրեր, որտեղ ուղղակի նախադպրոցական ուսումնական հաստատություններ չկան։ Նույնը վերաբերում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների պարագայում, երբ որ տրանսպորտից օգտվելու խնդիրների պատճառով նաև հնարավորություն չի լինում այս երեխաներին համար ապահովել նախադպրոցական ուսումնական հաստատության հասանելիությունը։
Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մատչելիության ապահովման հետ կապված խնդիր ունենք, որը որ վերաբերում է, ինչպես նշեցինք, նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելի միջավայրի ապահովման տեսանկյունից, չկան համապատասխան ունիվերսալ դիզայնի սկզբունքներին համապատասխանող տարածքներ, որտեղ որ երեխաները կարող են ինքնուրույն իրացնել իրենց իրավունքները անվասայլակով եւ այլ տեղաշարժման հետ կապված դժվարություններ ունեցող եւ նաեւ այլ խնդիրներ ունեցող երեխաները նույնպես կարողանան ազատ օգտվելու եւ իրացնել իրենց այդ կարևոր իրավունքը, որը որ նախատեսված է նրանց օրենսդրությամբ եւ ունեն իրենք որպես այդպիսին։ Հաջորդ խնդիրը կապված նաև հենց եթե անդրադառնանք հաշմանդամություն ունեցող երեխաների պարագայում, ապա համապատասխան մարզերում եւ թեկուզ որոշակի դեպքերում նաև Երևանում համապատասխան մասնագետների բացակայությունն է, ովքեր կկարողանան ճիշտ մոտեցմամբ, ցուցաբերմամբ համապատասխանաբար իրականացնելու երեխաների խնամքն ու դաստիարակությունը այն ժամանակահատվածում, երբ երեխաները կգտնվեն մանկապարտեզում, ինչպես նաև իրացնելու այն մյուս կարևոր բաղադրիչները, որոնք են նրանց զարգացման, մտավոր, ֆիզիկական առողջության ապահովման հետ կապված հարցերը, որոնք էլ հենց պատճառ են հանդիսանում, որ ծնողները փորձում են արդեն կասկածել, արդյոք ճիշտ են անում, որ երեխաներին ուղարկում են մանկապարտեզ, թե ոչ։ Խոսենք նաև մանկապարտեզում բռնության դեպքերի մասին, մենք բարբերաբար դրա ականատեսն ենք լինում նաև համացանցում, այսինքն բռնությունը որպես երևույթ գոյություն ունի մի կողմից եւ մյուս կողմից էլ երեխայի անձնական տվյալները հայտնվում են համացանցում, ինչ որ մարդիկ, թեկուզ ծնողները հրապարակում են բռնության կադրեր, փորձելով վարկաբեկել այդպիսով կրթական հաստատությունը եւ տվյալ մանկավարժին, բայց այստեղ ոտնահարվում են նաեւ երեխայի իրավունքները։ Մեզ մոտ շատ կարևոր խնդիր է, որ համապատասխան մեխանիզմների բացակայություն են արձանագրում միշտ, որոնք որ կօգնեն ճիշտ բացահայտել եւ կանխարգելել եւ դակայում նաեւ արձագանքել բռնություններին եւ դա է պատճառը, որ երբեմն անհատական դեպքեր են տեղի ունենում, երբ որ սկսում են հրապարակել տեսանյութի միջոցով եւ այլն։ Շատ կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուրն, որ տարածում է երեխայի հետ կապված ցանկացած նյութ, առաջնորդվի երեխայի անձնական տվյալների պաշտպանության կարևորագույն սկզբունքից, որովհետև այն ամենը, ինչը որ տարածվում է համացանցում, այն մնում է համացանցում եւ դա կարող է հետագայում շատ բացասական ազդեցություն ունենալ երեխաների վրա։ Պարտադիր է բարձրաձայնումը այդ հարցի վերաբերյալ, որովհետև ծնողները իրենք էլ ունեն պարտականություն, եթե տեսնում են իրենց երեխայի նկատմամբ բռնության դեպք, բարձրաձայնելու այս մասին, նույնը ունեն նաեւ համապատասխան նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակիցները, որպես աշխատանքային պարտականություն ապահովելու զարգացման համար բռնությունից զերծ միջավայր, բարձրաձայնելու այս մասին, հայտնելու իրավապահ մարմիններին, ինչու՞ չէ նաև անհրաժեշտության դեպքում կապ հաստատել մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ, մեր թեժգծի հեռախոսահամարն է 116, շուրջօրյա հեռախոսահամար է, որը հասանելի է ցանկացած պահի եւ անվճար է։ Մենք նույնպես կօգնենք ծնողին ճիշտ եղանակով իրականացնելու բռնության վերաբերյալ ահազանգին ճիշտ ընթացք տալու եւ արձագանքելու պատշաճ։ Շնորհակալ եմ շատ ձեր ժամանակի եւ մեկնաբանությունների համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Մենք շարունակում ենք ծնողական ժողովը։ Ամփոփենք նաև փարատելով այն ծնողների կասկածները, ովքեր դեռ երկմտում են թողնել երեխային տանը, թե տանել նրան մի նոր աշխարհ, ծանոթացնել կյանքի մի նոր փուլի հետ, որն էլ կոչվում է մանկապարտեզ։ Խնդրում եմ Սուզան։ Ես ունեցել եմ նաև դայակի հետ փորձառություն, բայց միանշանակ կողմ եմ մանկապարտեզին, դա շատ դրական էմոցիաներ, հա, կրթություն եւ շատ բաներ է տալիս բալիկին, այնպես որ ուղղակի կհորդորեմ հրաժարվելուց առաջ մի փոքր մտածել, մի փոքր ուսումնասիրել, կարդալ, դրականը եւ բացասականը համեմատել, ինչն է ավելի լավ բալիկի համար եւ այդ եսասիրական մոտեցումից մի քիչ հեռանալ եւ մտածել ավելի շատ երեխայի մասին։ Ես կարծում ծնողներն ովքեր չեն տանում երեխաներին մանկապարտեզ, ուղղակի իրենք ի սկզբանե որոշել որ չեն տանելու եւ վերջ, բայց եթե շանս տան երեխային տանելու եւ տեսնելու մի փոքր ժամանակ, կարծում իրենք իրենց կարծիքը կփոխեն, այնպես որ խորհուրդ եմ տալիս, որ այնուամենայնիվ այդ շանսը եւ իրենց եւ երեխաներին տան։ Ամենադեպս սկսեն քայլել այդ ճանապարհով եւ ճանապարհը ինքն իրեն կբերի այնտեղ, որտեղ որ պետք է։ Խնդրեմ Պարտադիր հորդորում եմ եւս մեկ անգամ բոլոր ծնողներին ուղարկել իրենց փոքրիկներին մանկապարտեզ,
որովհետև զարգացման այդ բոլոր ոլորտները տանը ուղղակի ծածկել հնարավոր չի լինի, նույն խոսքի, հաղորդակցման, ինքնասպասարկման կամ այդ շարժողական ոլորտները միանշանակ ծնողը փոքրիկի համար լավագույնն է ուզում, բայց ապահովել ամեն ինչ տանը կարծում եմ ուղղակի հնարավոր չէ, որովհետև տանը կան կենցաղային գործեր եւ այլն եւ այլն։ Ծնողները կփաստեն այն հանգամանքը, որ իսկապես տարբերությունը շատ զգացվում է այն երեխայի եւ որ տանն է, այն երեխան, որ հաճախում է մանկապարտեզ։ Կարգ ու կանոնից սկսած, իր հագուստից օգտվելուց, սպասքից օգտվելուց, մեծի հետ խոսելուց, խոսքից, կազմավորումից սկսած ամեն ինչ մանկապարտեզում երեխայի հետ աշխատում է եւ իհարկե չափորոշիչներին համապատասխան։ Շնորհակալ եմ շատ ձեր ժամանակի, ձեր տեսակետների համար։ Այսօր շատ կարևոր շեշտադրումներ արեցինք նախադպրոցական կրթության թեմայի վերաբերյալ ու վստահ եմ մեր հեռուստադիտողների համար շատ կարևոր էր այս քննարկումը լսելը։ Մենք կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։